Բագրատ Սրբազանի եւ նրա ղեկավարած շարժման անդամների այսօրվա դատական նիստը անցել է գերլարված մթնոլորտում։ Ամեն ինչ սկսվել է այն պահից, երբ դատախազները խախտել են ջենտլմենական պայմանավորվածությունը եւ Բագրատ arczepiskopos-ին հրաժարվել են դիմել Բագրատ Սրբազան։ Ռուս-ադրբեջանական հարաբերությունների սառույցը այսօր կոտրել են Պուտինն ու Ալիևը։ Տևական արվածությունը կարծես թե թուլանում է երկու երկրների միջև։ Այսօր Դուշանբեում հանդիպել են Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահները։ Վլադիմիր Պուտինը հանդիպման բաց մասում խոսել է ադրբեջանական Ազալ ավիաընկերության ինքնաթիռի կործանման մանրամասների մասին։ Պուտինը մանրամասնել է, որ իրեն ողբերգության նոր մանրամասները ձեկուցել են 2 օր առաջ։ Նա նշել է, որ ողբերգության օրը Ռուսաստանի սահմանը հատել է 3 ուկրաինական ԱԹՍ, որոնց ուղղությամբ արձակված հոբ հրթիռները ուղիղ չեն խոցել ինքնաթիռը, այլ պայթել են մոտակայքում եւ հրթիռի բեկորներն են վնասել օդանավը։ Պուտինը շեշտել է, որ մինչեւ ողբերգությունը օդաչուներին առաջարկել են վայրէջք կատարել Մախաչկալայում, սակայն նրանք հրաժարվել են։ Դաշնության առաջնորդը վստահեցրել է, որ հետաքննության ավարտի համար ժամանակ է պետք, սակայն խոստացել է իրավական գնահատական տալ բոլոր պաշտոնյաների գործողություններին եւ անել ամեն ինչ փոխհատուցում տրամադրելու համար։ Ալիևը շնորհակալություն է հայտնել Պուտինին մանրամասն տեղեկատվության եւ հետաքննության անձնական վերահսկողության տակ պահելու համար եւ ասել, որ ինքը կասկած չունի հետաքննությունը օբյեկտիվ կպարզի օդանավի կործանման պատճառները։ Բաց մասում երկու երկրների ղեկավարները նաեւ անդրադարձել են երկկողմ հարաբերություններին։ Ալիևը նշել է, որ այս տարի դրանք հաջող են զարգացել եւ որ իր ու Պուտինի այսօրվա մեսիջները դրական կընկալեն երկու երկրների հասարակությունները։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման դրական դինամիկայի շնորհիվ խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունը իրականություն է դառնում։ Ներուժ ունենալով փոխելու իրավիճակը ոչ միայն հարավային Կովկասում, այլև ավելի լայն աշխարհագրությամբ։ Բրյուսելում համաշխարհային դարպասներ երկրորդ համաժողովի ընթացքում հայտարարել է Հայաստանի վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Թրամփի ուղի նախագիծը կիրականացվի նաև երրորդ կողմերի հետ համատեղ։ Հայաստանը եւ ԱՄՆ-ն երկուստեք որոշելիք երրորդ կողմերի հետ համատեղ իրականացնեն Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման նախագիծը, որը զգալի ազդեցություն կունենա տարածաշրջանում եւ դրանից անդին կապակցվածության ամրապնդման վրա, ամբողջովին համահունչ լինելով խաղաղության խաչմերուկ նախաձեռնության տեսլականին։ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները վարչապետ Փաշինյանի կարծիքով երբեք այսքան սերտ չեն եղել, ինչը եզակի հնարավորություն է ստեղծում, որպեսզի Հայաստանը ավելի խորը ներգրավի եվրոպական այնպիսի նախաձեռնություններում, ինչպիսիք են համաշխարհային դարպասները, Սեսովյան ռազմավարությունը, միջին միջանցքը եւ անդրեվրոպական տրանսպորտային ցանցը։ Հայաստանի հետ խաղաղության գործընթացի ֆոնին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովի ընթացքում հիշեցրել է, որ 2025 թվականի ընթացքում Ադրբեջանն ու Թուրքիան անցկացրել են ավելի քան 25 համատեղ զորավարժություն եւ առաջարկել կազմակերպության անդամ երկրներին 2026 թվականին համատեղ վարժանքներ անել։ Ալիևն այս առաջարկով հանդես է եկել հաշվի առնելով անդամ երկրների միջև ռազմական եւ անվտանգության ոլորտներում լայնածավալ համագործակցությունը։ Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արամ Թաթոյանը միասնության թևեր նոր քաղաքական նախաձեռնություն է սկսում եւ պատրաստվում է քաղաքական կյանքում ավելի մեծ դերակատարում ունենալ։ Թաթոյանն ասել է, որ անհրաժեշտ է միասնաբար եւ արժանապատիվ դուրս գալ այս վիճակից։ Նրա ստեղծած քաղաքական նախաձեռնությունը պատրաստվում է մասնակցել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Արման Թաթոյանի նախաձեռնությանը միացել է նաեւ պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Անանյանը։ Փարաքարի համայնքապետի սպանության գործով Մերձավանին տասնյակ հասցեներում խուզարկությունից հետո մեկ անձ է ձերբակալվել, հայտնել է քննչական կոմիտեն։ Ոստիկանությունը քննչական կոմիտեի հետ համատեղ խուզարկություններ է արել ավելի քան 30 հասցեներում։ Ըստ Արմնուրեյեմի խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են զենքեր։ Այդ մասին պաշտոնական աղբյուրը չի հաղորդում։ Ֆակտորեյեմն էլ գրում է, որ իր տեղեկություններով խուզարկությունները իրականացվել են մեկ այլ սպանության նախապատրաստության ահազանգից հետո։ Հայաստանում բռնության դեպքերի վիճակագրությունը սարսափեցնում է իրավապաշտպաններին։ Այրունոտ եւս մեկ միջադեպ է եղել այս անգամ Աբովյանում։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամչյանը հայտնել է, որ գիշերը վիճաբանություն եւ ծեծկրտուք է եղել, որի ընթացքում դանակով ծանր վնասվածք են հասցրել 20-ամյա տղային։ Նա ԱԱԾ նախկին աշխատակցի որդի է, գրել է Շամչյանը։ Ներքին գործերի նախարարության տվյալներով ծեծկրտուքին մասնակցել է 10 հոգի, այդ թվում անչափահասներ։ Նախաձեռնվել է քրեական բարույթ, այժմ իրավապահները փնտրում են հանցագործությունը կատարած անձանց եւ դանակը։ Անգամ պատգամավորները հնարավոր
հնարավորություն չունեն հանդիպելու 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողի հորեղբոր Արսեն Ղուկասյանի հետ, հայտնել է ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Ըստ նրա, Ղուկասյանի նկատմամբ ճնշումները շարունակվում են նաև բանտում։ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ տեղափոխված Ղուկասյանի կյանքին վտանգ է սպառնում, երեկահազանգել էր նրա փաստաբանը։ Տաթև Սողոյանն ասել էր, որ դատարանը Ղուկասյանին կալանավորել է անտեսելով նրա առողջական լուրջ խնդիրները։ Ղուկասյանը մի քանի անգամ տարել է սրտամկանի ինֆարկտ, 3 անգամ ստենդավորվել է, սրտի աշխատանքը ապահովելու համար տեղադրվել է աջակցող սարք։ Սարքերակային ճնշումը շատ բարձր ռիսկի է։ Ազգային բարերար Սամվել Կարապետյանի փաստաբան Ռոբերտ Ամստերդամը հայտարարել է իր պաշտպանյալի նկատմամբ քրեական գործի քաղաքական բնույթի մասին։ Նա թվարկել է մի շարք կարևոր ցուցիչներ, որոնք ըստ իրեն վկայում են, որ գործը ոչ թե արդարադատության, այլ քաղաքական հաշվեհարդարի մասին է։ Ամստերդամը հիշեցրել է, որ քրեական բարույթը նախաձեռնվել է գլխավոր դատախազի կողմից, որի մեջբերում սերտ կապերը վարչապետի հետ կասկածի տակ են դնում դատաբարության անկախությունը։ Մյուս կարևոր ցուցիչը վարչապետի անձնական ներգրավվածությունն է, քանի որ իրավական պետություններում գործադիր իշխանության ղեկավարի անմիջական միջամտությունը դատական գործընթացին անթույլատրելի է, սակայն հենց վարչապետն է հրապարակային հայտարարություններով փորձել ուղղորդել գործընթացը։ Եվ վերջապես Կարապետյանին վերագրված խոսքերն օգտագործվել են որպես կալանքի պատճառ, մինչդեռ միջազգային իրավական պրակտիկան նման նախադեպերը բացարձակապես չի ճանաչում, գրել է ամերիկացի հեղինակավոր փաստաբանը։ Հայտարարության հեղինակը պնդել է, որ այս բոլոր ցուցիչները միասին վկայում են, որ գործն ունի քաղաքական հաշվեհարդարի բնույթ։ Ծիծեռնակաբերդի ու Շահամալիրի վերականգնման աշխատանքները անհապաղ դադարեցնելու առաջարկ է արել ճարտարապետ Անահիտ Հարխանյանը։ Նա կարծում է, որ պետք է ստեղծված իրավիճակը վերլուծել եւ ժամանակակից մեթոդներով մաքրել վերականգնել վնասված մույթերը։ Ճարտարապետի խոսքով ու Շահամալիրի վերականգնման համար ընտրվել է սխալ, անհարկի, թանկ եւ վնասակար մեթոդաբանություն, մինչդեռ խնդիրները հնարավոր է լուծել շատ ավելի պարզ, արագ եւ մատչելի։ Ընդամենը մի քանի քար, որոնք որ ներքևը աղակալվել են։ Այդ աղակալման խնդիրները այն են, որ հորիզոնական եւ վերտիկալ պատերը իրար են միանում, այնտեղ կուտակվում են ջրեր, եւ այդ ջրերը, անձրևաջրերը կամ ձյունը ընթացքում ներթափանցում է քարի մեջ եւ խնդիրներ է առաջացնում։ Ժամանակակից շինարարական մեթոդաբանությունը շատ պարզ ձևերով այդ հարցը լուծում է։ Ընդամենը մի հատ նուրբ չոտքերով պետք է վերցնել այդ աղը մաքրել, մի հատ լվանալ, մի հատ չորացնել։ 60-ամյա պատմություն ունեցող Ծիծեռնակաբերդի ու Շահամալիրը վերանորոգվում է օգոստոսի վերջից։ Աշխատանքների համար կառավարությունը հատկացրել է 1.6 միլիոն դոլար։ Արցախայությունը հետ վերադարձի հույսը հավատը, ով կասկածանքի տակադնում, դա հենց հայ ազգի ժողովրդի, հենց հայ ժողովրդի առաջին թշնամինը։ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն այսօր բողոքի ակցիա են արել կառավարության դիմաց, հայտարարել, որ իրենց Արցախ վերադառնալու հնարավորություն չունենալը ոչ մեկին առիթ չի տալիս կասկածի տակ դնել վերադարձի հարցը։ Արցախի հարցը կարծես թե երկրորդական պլան է մղվել, թե իշխանության, թե ընդդիմության համար, ասել են բռնի տեղահանվածները։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջել են Հայաստանի իշխանությունից Արցախի հարցը պահել քաղաքական օրակարգի առաջնահերթությունների շարքում եւ գործուն քայլեր ձեռնարկել արցախահայության հայրենի վերադարձի իրավունքի իրացումն ապահովելու համար։ Վահագն Արսենյանին Հայաստանի Հանրապետության Վայոց-Ձորի մարզպետ նշանակելու մասին Հայաստանի կառավարությունը այսօրվա նիստում որոշել է Կոլյա Միքայելյանին ազատել Վայոց-Ձորի մարզպետի պաշտոնից։ Մեկ այլ որոշմամբ մարզպետի պաշտոնում նշանակվել է Վահագն Արսենյանը, նա այժմ Ջերմուկի քաղաքապետն է։ Վահագն Արսենյանը Ջերմուկ Գրուպ ընկերության սեփականատեր Աշոտ Արսենյանի որդին է։ Նորանշանակ մարզպետը առաջին ճեպազորիցն է տվել լրագրողներին, հայտարարելով, որ Ջերմուկի օկուպացված տարածքները հնարավոր կլինի ազատագրել սահմանազատման գործընթացի եւ խաղաղության պայմանագրի կնքման միջոցով։ Արսենյանի խոսքով ինքն ու իր հայրը նախկին հանրապետական պատգամավոր Գուրգեն Արսենյանը այժմ համակարծիք են Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը։ Մեր հայրը հանրապետականի հետ է, հա, ճանապարհ։ Սա ինչպես է ստացվում այս քաղաքական տարբեր ուղղությունները։ Ես երբեք կուսակցական ոչ մի չեմ եղել եւ ունեմ ես իմ քաղաքական հայացքները։ Որը տարբերվում է ձեր քաղաքական հայացքից։ Հիմա կուսակցական եմ եղել։ Իհարկե կիսում մարզերում տեղացած կարկուտի հետևանքով Կարկուտից վնասված այգիների տերերը կառավարությունից փոխհատուցում կստանան։ Գործադիրը այսօրվա նիստում հաստատել է որոշումը։ Եթե Ծիրանի այգին 100%-ով է վնասվել, 1 հեկտարի համար կտերամադրվի ավելի քան 300,000 դրամ, կարտոֆիլի ցանկատարածության դեպքում ավելի քան 445,000 դրամ, բանջարաբոստանային մշակաբույսերի այգու համար ավելի քան 130,000 դրամ, աշնանացան ցորենի
100%-ով վնասված այգիների տերերը կստանան ավելի քան 55,000 դրամ։ Փոխհատուցման համար կարող են դիմել միայն այն գյուղատնտեսները, որոնց այգիների վնասի չափը 40%-ից մինչև 100% է։ Գազայի հատվածում պաշտոնապես հաստատվել է հրադադար։ Իսրայելը եւ Պաղեստինյան Համաս շարժումը Եգիպտոսում ստորագրել են համաձայնագիր ռազմական գործողությունների ավարտի մասին։ Հրադադարի ռեժիմը արդեն ուժի մեջ է մտել բանակցությունների առաջին փուլի հաջող ավարտի մասին առաջինը հայտնել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ես հպարտությամբ եմ հայտարարում, որ Իսրայելը եւ Համասը ստորագրել են մեր 20 կետանոց խաղաղության ծրագրի առաջին մասը, ասել էր Թրամփը։ Համաս շարժման անդամները հայտարարել են, որ սկզբի համար ազատ կարձակեն իսրայելցի 20 պատանդի 2000 պաղեստինցի կալանավորների դիմաց, նրանցից 250-ը դատապարտվել էին ցմահ ազատազրկման։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է համաձայնագրի ստորագրումը եւ նշել, ՄԱԿ-ը կաջակցի դրա լիարժեք իրականացմանը եւ կմեծացնի անհրաժեշտ մարդասիրական օգնության մատակարարումները, ինչպես նաեւ Գազայում վերականգնման եւ վերակառուցման աշխատանքները։ Համասը հաստատել է, որ իսրայելական զորքերը ուրբաթ օրվանից պետք է սկսեն հետ քաշվել ու զբաղեցնել համաձայնագրով նախատեսված դիրքերը։ Իսրայելի կառավարությունը պատրաստվում է քննարկել խաղաղության պայմանավորվածությունների իրագործման հաջորդ քայլերը։ Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանին ողջունել է համաձայնագիրը, նշելով, որ Իտալիան պատրաստ է անհրաժեշտության դեպքում խաղաղապահներ ուղարկել Գազա։ Հրադադարին զուգահեռ ՄԱԿ-ի նոր հետազոտությունը բացահայտել է, որ պատերազմի եւ սննդի սուր պակասի պատճառով Գազայում 5 տարեկանից ցածր ավելի քան 54,000 երեխա տառապում է սուր թերսնուցումից։ Չնայած տարածաշրջանային հումանիտար աղետին, այսօր հակամարտող երկու երկրների բնակիչները հրադադարը նշել են մեծ տոնախմբությամբ Լեփ-Լեցուն փողոցներում։ First, I want to thank you for ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում է ելույթ ունենալ Իսրայելի խորհրդարանում։ Թրամփի եւ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է ոչ միայն Գազայում հրադադարի համաձայնագիրը, այլև Թրամփի հնարավոր ելույթի հարցը։ Առաջիկա օրերին Թրամփը կժամանի Իսրայել եւ ելույթ կունենա Կնեսետի առջև, հայտարարել է Նեթանյահուն։ Ի պատասխան Իսրայելի վարչապետի հայտարարությանը Թրամփը հայտնել է. «Մեջբերում, եթե նրանք ցանկանում են, ես կանեմ դա»։ Ֆրանսիայի նախագահը պատրաստվում է առաջիկա ժամերին նոր վարչապետ նշանակել, 6-րդը վերջին 2 տարում։ Ելիսեյան պալատը հայտարարել է, որ օրենսդիրների մեծամասնությունը դեմ է եղել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը։ Ավելի վաղ Ֆրանսիայի հեռացող վարչապետ Բենյամին Լեկորնուն հայտարարել էր, որ մինչև տարեվերջ կհաստատվի 2026 թվականի պետական բյուջեն, ինչի պատճառով էլ երկրում բողոքի գործողություններ էին տեղի ունենում վերջին շաբաթների ընթացքում։ Ոսկու ռեկորդային թանկացումներից հետո հիմա էլ համաշխարհային շուկայում արծաթի արժեքն է բարձրացել, սահմանելով նոր ռեկորդ 2011 թվականից հետո։ Կտրուկ աճը մասնագետները պայմանավորում են արդյունաբերական բարձր պահանջարկով, մասնավորապես արևային էներգետիկայի եւ էլեկտրամոբիլների ոլորտներում, ինչպես նաեւ սպասվող տոկոսադրույքների իջեցմամբ, աշխարհաքաղաքական լարվածությամբ, որոնք արծաթը դարձնում են գրավիչ ներդրումային ակտիվ։ Ինտերի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իր ինքնակենսագրական գրքի մեջ անդրադարձել է Հայաստանի հավաքականում կարիերան ավարտելու թեմային։ Ֆուտբոլիստը միջև վերջ չի բացահայտել այդ որոշման պատճառները։ Ես շատ էի անհանգստանում երկրպագուների համար, ովքեր մինչ օրս գրում են ինձ ու խնդրում վերադառնալ, բայց ես չէի կարող եւ չէի էլ ուզում վերադառնալ։ Մի օր ես հրապարակայնորեն կպատմեմ ինչու, նշել է նա։ Մխիթարյանը Հայաստանի հավաքականի մարզաշապիկը կրել է 15 տարի։